Ժողովուրդ ջան, ձեզ խնդրում եմ, ինչ հարց ունեք տվեք։ Գիտեմ ձեր մտքերը նաև որտեղ են եւ ճիշտ տեղում են, շատ ճիշտ։ Շատ լավ տեղում են, շատ ճիշտ տեղում են։ Հետո վեր Արշակ դուրի խնդրեմ։ Հիմա քիչ առաջ Աստծու վրա է, չէ՞ ցերասպանությունը։ Չէ, կատակ չեմ անում, ժողովուրդ ջան, չգիտեմ ես կարող եմ ես կամերաների առջև խոսել թե ոչ, եթե ուղի եթերները մի պակ խնդրեմ անջատեք, հետո մնացածը։ Ոչինչ, Նիկոլական չկա աշխարհում։ Իմիջայլոց սուրբ գիրք կա ձեզ մոտ։ Մի հատ բացեք Հայտնության գրքի երկրորդ գլուխը, եթե չեմ սխալվում, Եփեսացիներից եկեղեցուն ուղղված պատգամն է։ Ես ինչ ասում եմ սուրբ գրքում գրած է, ինձնից չեմ ասում։ Այո, ճիշտ է ասում, Եփեսոսի եկեղեցուն է գրված, գրքից շեղվեցին բայց ոնց է, բայց լավ գիրք է, իսկապես կարդացեք։ Հետաքրքիր է, չեմ ասում չգիտեմ, Պողոս Գասպարյանը շատ է մեծացրել հարցը, մի քիչ լավ եմ զգացել ինձ, բայց անընդհատ ասում ցածիչ, ոչինչ։ Հետաքրքիր գիրք է, այդքան։ Լավ գաղափարներ կան մեջը, մտորումներ կան, շատ լավ։ Բայց հիմա Եփեսացի, նստեք, ես ոչ մի բան չեմ մեկնաբանում։ Երբ առաջին անգամ կարդացել եմ, ինձ համար չէ, իմ մտերիմների համար, վեր են կացել, ասել են հնարում ես, տենց բան չկա գրված։ Երբ որ ցույց են տվել, հավատացել են զարմացել, հիմա անկեց լսեք։ Ասում է, գիտեմ քո գործերը, հաշվեք, որ յուրաքանչյուրիս է ասում, այդպես, ուղղված է ամեն մարդու, այստեղ նստած եւ այլն։ Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերությունը, եւ որ չես կարող տանել չարերին։ Փորձեցիր նրանց, որ իրենք իրենց մասին ասում են, թե առաքյալներ են, բայց չեն։ Եվ գտար, որ նրանք սուտ են խոսում։ Առաքյալներ են եկել, չէ՞ եկել, փրկում են եկել։ Եվ գտար, որ սուտ են ասում, մի շարունակություն։ Եվ համբերեցիր դու, եւ վշտացար, իմ անվան համար տանջվեցիր, բայց քո դեմ ասում եմ, թողեցիր քո առաջին սերը, հիշիր այժմ որտեղից որ ընկար, ապաշխարիր եւ քո նախկին գործերն արա, ասել նախկինների մասին եմ, նախկին բառը որ ասում են, դի շրջանցենք, եւ քո նախկին գործերն արա, ապա թե ոչ, ես իսկույն կգամ եւ կշարժեմ քո աշտանակներն իրենց տեղերից, եթե չապաշխարես։ Արդ, հիմա կարևոր է։ Այս գործերն արա, որպեսզի ատես Նիկողայոսի գործերը, որին ատում են ես։ Մի բար չեմ չափազանցում։ Հայտնության գիրք, մի վարքան, Հայտնության գիրք, երկրորդ գլուխ։ Հայտնության գիրք, երկրորդ գլուխ։ Հայտնությունը մարգարեական գիրքն է Նոր Գիտակարանի, վերջին գիրքն է։ Հայտնության գիրք, երկրորդ գլուխ։ Արդ այս գործերն արա, որպեսզի ատես Նիկողայոսի գործերը, որին ատում եմ ես, ով ականջում է լսելու, թող լսի, ինչ որ հոգին ասում է, ով հաղթի, ես նրան թույլ կտամ,
ուտելու կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտի մեջ։ Պիտի Բախուդարյանն է այստեղին հունարել Վասկաս կողմ։ Չէ, ես ուղղակի հունարենը դետևում էի և ասեմ, որ ոչ Նիկոլայականների Նիկոլայոսի գործերը։ Ես բան ասեցի, զուրկիկն ասեցի։ Ես մի տարի ասում եմ, այսպես ասում եմ չէ։ Ամեն ժամկետ չկա։ Այո, դիգի Բախուդարյան։ Իմիջայելով ժողովուրդ ջան, այո, մեկ վարդեն։ Կրկի մասին խոսելիս ասում եմ, Թոմասը հարց ուներ, կարծեմ շրջանցեց, բայց քաղաքականություն և եկեղեցի, քաղաքականություն և հոգևոր կյանք, սրանք ինչպես են համադրում, և այս գրքի նաև փորձել ենք այդ զուգադրումը, ներդաշնակությունը տեսնել, որ առանց բարոյական հիմքի քաղաքականություն գոյություն չունի։ Մնացած բոլոր այս ստերն են, որ մեզ պատում են։ Եվ դրա համար է քաղաքական գործիչներին ճակերտավոր ասած, ընդհանրապես ընկալում են որպես ստախոս։ Այդպես է, բայց ես այդպես չեմ համարում։ Ես ասում եմ, որ հիմքն է, երբ որ բարոյականությունը վերցվում է, դառնում է ստի պատմություն քաղաքականությունը, մի օր այսպես, վաղ այլ կերպ։ Բայց Սուրբ Գիրքը իր ամբողջության մեջ Աստվածաշունչ Մատյանը, իր ամբողջության մեջ ծայրից ծայր, ինքը իր հոգևոր բովանդակությամբ հենքը լինելով քաղաքական պատմություն է։ Հինգը տակարանը վերցրեք սկզբից մինչև վերջ, հենց ավետյաց երկիրը ինքը քաղաքական տերմին է։ Թագավորների պատմությունը, ազգի ձևավորման պատմությունը, դատավորությունից թագավորության անցնելու պատմությունը եւ այսպես շարունակ։ Իսկ նոր կտակարանում առավել ևս, երբ մեր Տերը հենց սկզբից 5-րդ դեռ իր քարոզչությունը սկիզբը սկսած, երբ խոսում է սահմանադրության մասին, առաջին անգամ աշխարհին դիմելով երանիները ասելով, այդտեղ նաև խոսում է մեր սիրած տերունական աղոթքի մասին, որի տողերից մեկը հետևյալն է. Եկեղեցի արքայություն քո, թող գա քո արքայությունը։ Ինչի մասին է խոսում սա։ Վերացական բան չի արքայություն, ոչ էլ տեղի փոփոխությունը, այլ արժեքի փոփոխություն, քաղաքական փոփոխությունը, եւ դրա համար էլ երբ որ Հիսուսին խաչում էին, խաչեցին որպես քաղաքական գործիչ, որպես թագավոր էրաների, ոչ այլ բանի համար։ Այսինքն այդ հայրներ աղոթքը նաև այդ քաղաքական ուղերձն է տալիս, թող գա քո արքայություն, այսինքն գա արժեքների, ժամանակի, ոչ թե տեղի, այլ արժեքի, մտածողության, այն պայմանները, չափանիշները, չափորոշիչները, կանոնները, որոնցով դու ուզում ես, որ մարդկությունը ապրի։ Սա քաղաքական փոփոխության մասին է, համակարգի փոփոխության մասին է, մտածողության փոփոխության մասին է, եւ առաջին ազդարարումն է դա։ Դժբախտաբար մեր կյանքում, մեր իրականության մեջ շատ հաճախ քաղաքական դաշտում, եթե չասեմ մեծ մասամբ, բացակայում է հոգևոր ընկալման աչքը։ Տարանջատված է ինչ-որ, հոգևոր գաղափար ինչ-որ վերացական մի բան է, վերացական, անձեռնմխելի, անհասանելի, ինչպես կասեն Շամշադինում, untouchable, անդիպչելի, հոգևոր բաներից խոսել, ինչ է դա, արդյոք պատասխանատվություն հոգևոր արժեք չի, ճշմարտություն հոգևոր արժեք չի, արդարություն հոգևոր արժեք չի, քաջություն հոգևոր արժեք չի, նվիրումը հոգևոր արժեք չի, զոհաբերությունը չի, սերը չի, հավատքը չի, հույսը չի, ինչի՞ց պետք է խոսենք մարդը։ Որն է դա, որ այդքան վերացական է ու անմատչելի, անդիպչելի, սխալ է դա, կեղծ է, եւ մեր այրերն ասում են ավելի լավ է լինել անհավատ, քան թե կեղծ
հավատացյալ։ Այս կեղծիկը մեր մեջ մտած։ Եվ մենք սրա մասին ենք խոսում։ Այո, երբ ես ասում եմ, որ մեզ փոփոխություն է պետք, անհրաժեշտ, հրատապ։ Այդ փոփոխությունը չի վերաբերում մենակ այս պստիկ զանգվածը Ապել Նիկողայոսի գործեր եւ ճամփել։ Միայն դա չի ժողովուրդ, մենք շատ վատ վիճակում ենք գտնվելու, եթե միայն դա է։ Միայն դա չի։ Ներսից դուրս փոփոխության մասին է մեր կյանքը ամբողջությամբ։ Ներսից դուրս վախերի փարատման մասին է մեր կյանքը, այս գիրքն է դրա մասին խոսում։ Իմիջիայլոց վախի ամենամեծ ծնունդը ո՞րն է, սուտը։ Ստից ծնվում է վախը, վախից ծնվում է սուտը։ Որովհետև սուտ ես խոսում, հետո վախենում ես, թե ինչու սուտ խոսեցի, հանկարծ կբռնվես, հաջորդում է երկրորդ սուտը։ Որովհետև վախենում ես, որ այդ ստի համար կարող է պատժվես։ Եվ Ադամն էլ այդպես էր, վախեցավ, դրա համար սուտ խոսեց, դրա համար շարունակեց ստել, դրա համար ինքն էլ անկում ապրեց իր թագավորությունն էլ հետ, այն ինչ որ իրան զբաղված էր դրանով։ Եվ մեր կյանքը ինչով է ավելի տարբեր դրանից, ժողովուրդ ջան, ինչ այս համեմատությունը որ անում եմ, ինչն է որ նման չի, նույնը չի ավելի ճիշտ։ Ինչն է որ նույնը չի։ Հետևաբար ինչու մեր կյանքում դա մենք չենք կարող գործադրել։ Ինչու մենք պետք է տարանջատ ենք, ասենք, սա հոգևոր բան է, սա աշխարհիկ։ Սուտ է, ոնց որ ասես, սա մարմին է, սա հոգի է։ Հիմա ամեն մեկից մարմին ու հոգի իրար հետ են, թե հոգին կողքն է նստած մարմնին։ Ոնց է լինում։ Հիմա ես պարոն Մանուկյանին, որ դիմելու լինեմ, ինչ եմ ասում, հոգի Մանուկյան, թե մարմին Մանուկյան։ Սա խաչիկ։ Կնել ես։ Աշկիս արջև դու եք։ Չէ, ոնց եք բաժանում, ես սուտ եմ խոսում, խապում էլի, ասում են աշխարհիկ կրթություն, սա էլի նրա մասին գրված իմիջիայլոց առաջի բաժին են զրույցներն են, որոնք ավետյաց երերում կա մեր շատ սիրելի Լիլիթ հետ հարությունը 28-ին ամենադժվար ժամանակներում եղել այդ զրույցը։ Ուրեմն աշխարհիկ կրթություն, աշխարհիկ պետություն, սուտ բաներ են, խաբեբայություններ են, ինչ աշխարհիկ կրթություն, ո՞րն է դա, ո՞րն է այդ աշխարհիկ կրթություն, ինչի մասին եք խոսում, մենակ թվերի, շենքի քարերի, ցեմենտ բետոնի, դա է կրթություն աշխարհիկ, ո՞րն է դա։ Օրինակ Գրիգոր Նարեկացին այդ աշխարհիկ կրթության կոնցեպտի մեջ Սուրբ Գրիգոր Նարեկացին, ո՞րն է բան գնում։ Որ բաժնում է, որ տարակում, որ շերտում, ինչպես է մատուցնում, այսպես կոչված աշխարհիկ կրթության հարթության մեջ։ Ուրեմն սուտ է, կեղծ է, չէ՞։ Աշխարհիկ պետություն, ինչ է նշանակում դա։ Բացարձակ արժեք չունի, այո չունի։ Որովհետև երբ որ այդ տարանջատումը դրվում է, աշխարհիկ պետությունը ո՞րն է, միայն բանակն է, կամ միայն առողջապահությունը, կամ ինչ իմանամ, ուրիշ բան է, արժեք չունի, բացարձակ կեղծ է, և մենք էլ դրա հետևից գնում, ես չասեմ, որ հեղափոխության հետևանքով ֆրանսիականները ինչ էր և այլն դրանք թողնում եմ մի կողմ, չեմ էլ սիրում պատմության էքսկուրսներ անել, իսկապես չեմ սիրում, բայց մտածելու բանը, որպես գաղափար եմ ասում, ժողովուրդ, խապում են մեզ, երբ ասում են աշխարհիկ կրթություն, աշխարհիկ պետություն, սիմվոլը ինչ է աշխարհիկ պետության, խորհրդանիշը ինչ է, օրինակ, ինչն է, նավը կամ բանի հիմիկվա կառուցող ասել շենքերը, то հենց ամենապարզ բանն ասում, զբոսաշրջիկներ, որ Հայաստան գալիս են, որպես ինքնության դրսևորում ինչ են ցույց տալիս, ասֆալտը, ինչ, տանում են բաներ ցույց տալու, որոնք իրենց ինքնության հետ կապված արժեքներն են, որ այդ մարդը չունի այդ նույնից։ Ես չեմ ասում դեռ եկեղեցի, խաչքար եւ այլն, չէ, ասում ինչ որ բաներ ցույց տալու արժեքներ, որ այդ մարդը չունի, այդ ֆրանսիացին դրանից չունի, ասելու որ համար ես եմ սա։ Որեր աշխարհի ծայրում մի հատ խաչքար որ տեսնեք, ինչ կմտածեք դուք։ Կասեք ըստեղից բաներն են անցել, կելտերը,
կանցած կարող է եկեք մոտում։ Կասեք օրինակ բանի գվինե ժողովուրդը կամ ամերիկացիներն են ասել չէ։ Ո՞վ կոնկիստադորները կամ Ուշացնել կասեն ադրբեջանցիներն են ասել։ չեք ուշացնի, մի մտածեք։ Ուրեմն ինչու եմ ես դա ասում, որ մեր արժեքային իմաստով այդ երբ որ ասում եմ աշխարհիկ պետություն, աշխարհիկ կրթություն, աշխարհիկ չգիտեմ ինչ, շատ սուտ է դա։ Այո, հեղափոխական, այսպես ասած, քամի է դա, շունչ է դա։ Բայց դա ճշմարտությունը չի։ Եվ ինչու ասացի այս բոլոր մասին ամփոփում եմ, որովհետև երբ որ խոսում են հոգևոր արժեքի մասին, նյութական արժեքի մասին, Սուրբ Գիրքը դրա ներդաշնակով բացարձակ բացատրությունը տվել է, եւ բանը մարմին եղավ, եւ խոսքը մարմին դարձավ։ Սա բացարձակ ներդաշնակ արժեքն է հոգու եւ նյութի, աշխարհիկի եւ ոչ աշխարհիկի։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ Սուրբ Գիրքը այո, նաեւ քաղաքական պատմությունը, նաեւ, բայց արժեքների փոփոխության միտված։ Հարց կա ժողովուրդ ջան։ Շոտ է Ամփոփելուց առաջ ուզում եմ նշել, որ քիչ անց կլինի նաև գրքերի մակագրություն, ծայագրում եւ ամփոփիչ հարցի համար այստեղ էլ կար հարց։ այո, վերջին հարց։ Այստեղ էլ կար հարց։ Ձեր շնորհակալություն հայտնել առաջի գրքի ավետյաց երկրի տեսիքից հետո մենք գնում ենք ինքներս մեզ հաղթելով։ Դուք ինչպես ձեր առաջին գրքում, այնպես էլ այս գրքում անդրադարձել եք գիտությանը եւ այստեղ շատ հետաքրքիր գաղափարախոսություն ունեք, որ մերժել եք գիտության որևէ կերպ գաղափարականացումը, այսինքն գիտության քաղաքականացումը։ Ես ուզում եմ ձեզ հարց ուղղել, ինչ եք մտածում հայկական գիտության զարգացման մասին եւ այսօր հայկական բավականին շատ դեպքեր գողացում են, այսպես ասած, մեր հայկական խաղի, ուտեստների, գորգերի, երգերի արվեստի շատ բավականին արժեքավոր գործեր գողացում է եւ այսօր կարծեք թե պետության կողմից գտնվում է անպաշտպան վիճակում։ Ես որպես գիտության եւ բիզնեսի ներկայացուցիչ կուզենայի ձեր տեսակետը լսել մեր գիտության եւ գիտական աշխատողների պաշտպանության մասին։ Պարոն Գագիկյան, դա շատ մեծ հարց է, շատ մեծ հարց է։ Այստեղ որոշակի իմաստով ես պետք է խնդրեմ ձեզ այնտեղ բացի այդ վերջի բաժինը, այնտեղ նաև կա գիտության, կրթության եւ մշակույթի մասին առանձին մեծ գլուխներ կան, շատ մեծ գլուխ, գիտության մասին մեծ գլուխ կա։ Ամեն ինչ այնտեղ արձանագրված է։ Հայեցակարգային իմաստով, բացի այդ մենք առանձին կհանդիպենք, լիքը մանրամասն կխոսենք, բայց որ պետության առաջին պարտականությունը ոչ միայն պաշտպանել, այլ զարգացնել եւ գիտությունը տեղափոխել կյանքի մնացած ոլորտներ, դա առաջնային պարտականություն է։ Բանակը չի կարող առանց գիտության, գյուղատնտեսությունը չի կարող, տնտեսությունը լայն իմաստով չի կարող, առողջապահությունը չի կարող։ Այսօր գիտությունը այնքան նվաճումների դաշտ է անցել, շատ մեծ դաշտեր է նվաճել, որ մենք չենք կարող ներդաշնակված չլինել դրա հետ։ Սա ոչ միայն պաշտպանվածության մասին է, այլև նրա ներդրման մասին։ Ընդ որում ոչ մեծ գումարներով, դա էլ ասեմ, չեն պահանջում հսկայական մեծ ծավալներով ահռելի քանակությամբ գումարներ, որոնք կարողություններից վեր են։ Բայց պետությունը իր համար առաջնայնություն պետք է սահմանի, առաջնահերթություններ պետք է սահմանի, որի առաջին գծում պետք է լինի հենց գիտությունը։ Ինչու է ասֆալտը քանդվում, որովհետև գիտությունը, բարոյականությունը չեմ ասում, իր հերթին, բայց գիտությունը չի գործում։ Եվ մնացած բոլոր ոլորտներն ու ճյուղերը, մնացած բոլորը, բացի պաշտպանված լինելու հանգամանք, որ դուք նշեցիք։ Իսկ մնացած հայեցակարգով կա, իմիջիայլոց ասեմ ժողովուրդ ջան, էկոլոգիայի մասին եմ գրել, էկոնոմիայի մասին եմ գրել, տնտեսության մասին եմ գրել, որ շատ տնտեսագետներ կուզեն սովորել, ոչ ինձնից, ես գրությունից։
գիտության մասին է, կրթության մասին է, մշակույթի մասին է, առողջապահությունը ասաց ինձ համար մասնագիտականը նաև խորքային ընտանիքի մասին, այդ բոլոր ոլորտների մասին հայեցակարգով է գրված։ Կարող են համաձայնել, կարող են ոչ, բայց այն հիմնասյուններն են, որոնց վրա պետք է ոլորտները կառուցվեն, սրանք ոչ միայն խոսքեր են գրություն թղթի վրա, այլ համոզմունք, ոչ է տեսակետ, համոզմունք, հավատանք։ Այդքանը կարող եմ ասել, բան գալի։ Հարցում են, դե հարցեր։ Սեփական հետևել հարցնա, ինձ անհանգստացնում են աղանդները, որոնք նաև բացասական դեր են ունեցել 18 թվականին, պատերազմի օրերին, ինչպես է մեր եկեղեցին պայքարում աղանդության դեմ աղանդներին և ինչպես դուք եք գտնում դա պետք է տեղի ունենա և ինչ մենք պետք է անենք որպես հայ առաքելական եկեղեցու Արդեն հիմնականում ես քիչ առաջ խոսքիս մեջ ասեցի դրա մասին առանց ասելու աղանդներ եւ այլն, երբ ասում եմ, որ յուրաքանչյուր մարդ մեզանից ինքը որպես վկայող պետք է հանդես գա, չվախենա իր հավատքի մասին խոսելուց։ Քարոզչության խնդիրը, ես պոզիտիվ քարոզչության կողմնակից եմ, ոչ թե նեգատիվ։ Այսինքն, ես կողմնակից եմ քո արժեքների մասին խոսել, ոչ թե մյուսին շղթելու։ Մյուսները իրենք շղթվածից են գալիս, բայց մենք մեր մասին շատ չգիտենք, մենք մեր մասին պետք է շատ խոսենք։ Այ դրա մասին է նաև ինքներս մեզ հաղթելու։ Այ երբ որ ես իմանամ իմ մասին, շատ խոսեմ իմ մասին։ Եվ մենք պետք է այդ քարոզչությունը, պոզիտիվ քարոզչությունը, ոչ նեգատիվ։ Մերժելով, շղթելով աղանդներին, երբեք դու քո գործը, առաքելությունը չես իրականացնել։ Դա մի բաժին է ընդհանուր, չեզոքացնելու իմաստով։ Բայց վակումը երբ որ ստեղծում, դու չես լցնում տեղը, ինչ է դառնում ոչ մի բան։ Նույնը քաղաքական դաշտում է, մերժելով, շղթելով տվյալ պարագային ստի իշխանությանը, եթե տեղը չես բերում ճշմարտությունը, արդարությունը, ինչ ես դնելու տեղը, ոնց ես քարոզում դրա մասին, ինչ ես խոսում, ինչ արժեքներով ես առաջնորդելու։ Ինձ կարծում կոնցեպտը շատ պարզ է, ինձ համար այդպես է եղել։ Մենք որպես նաև ժողովուրդ պետք է քարոզչության մեջ լինենք, չվախենանք դրանից։ Ես ինչպես հասկացա, ուզում ենք ամփոփել, նախ ուզում եմ, ինչպես ասեցի, գրքի սկիզբը մեր 20 թվականի չվերջացած պատերազմի մասին այդպես է սկսել, չեմ մոռանալու հանուն քեզ Հայաստան, չեմ ներելու հանուն քեզ Արցախ, եւ այս խոնարհումը ուզում եմ ասել, ինչպես ամեն առիթով, որ մի հոգի մեր նահատակների ծնողներից ինչ որ տեղ, որևէ փողոցում, խանութում, որևէ տեղ կապ չունի, ներկայ է ինձ համար այդ միջավայրը մաքրամաքրումն է դառնում։ Ինձ համար այդ միջավայրը երկրի խոնարհումն է միջավայրը։ Եվ ուզում եմ, որ ամեն մարդու մտքի մեջ այդպես լինի, համոզումի մեջ այդպես լինի։ Եվ այսօր մեր դահլիճում, այստեղ մեր շատ սիրելի ծնողներն են, լինեն այստեղ առաջի շարքերում, մեջտեղները տարբեր տեղերում մեր նահատակ հերոսների ծնողներն են, անուններով դեռ մենք շարունակում ենք մեր գոյությունը եւ ում համար էլ ապրում ենք, ոչ թե իրենք են մեզ համար կյանքներ են ծայել միայն, այլ նրանց համար էլ մենք ապրում ենք, ինչպես միշտ ասել եմ, իրենց արժանի լինելու։ Երկրորդը այսօր նաև մեր Բաքվի բանտում գտնվող պարոն Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է եւ ես ոչ թե սիրավորում այլ մաղթում եմ, որ մենք պետություն ունենանք, որպեսզի տեր կանգնի իր քաղաքացիներին ամբողջական իմաստով, եթե նույնիսկ նրանք իր քաղաքացիները չեն, բայց իր հայ մարդիկ են։ Այն մարդիկ են, որոնց պատկանելությունը Հայաստանին է։ Եվ պարոն Ռուբեն Վարդանյանի շուտապույտ ազատում եմ մաղթում
ինչպես նաև իր հետ միասին բանտում գտնվող, մեր անարգանքի մեջ գտնվող մեր բոլոր ռազմաքաղաքական ղեկավարների եւ բոլոր գերիների։ Երբեմն այս պատկերների առջև ժողովուրդ անկեղծ ձեզ խոստովանում եմ, ազորության զգացումը խեղդում է, շատ է խեղդում։ Ոչ թե որ անզոր ես մարդկայնորեն, այլ որովհետև ամոթն ու անարգանքը ինքան շատ է դառնում, որ կորցնում ես վեհությանը ու գործողությունների ծիրը, էությունն ու բովանդակությունը։ Դրա համար մի ճանապարհ է։ Ինքներս մեզ պետք է հաղթենք ու չարիքը հեռացնենք, սուտը հեռացնենք մեր կյանքից։ Եվ նոր տուն, նոր կյանք եւ այն հոգեվոր Հայաստանի տեսիքը, որ մենք ունենք, կարողանանք կառուցել, որպեսզի աշխարհի որևէ ծագում, որևէ հայմարտ, որևէ կերպով ոչ տառապանք ունենա, ոչ էլ անպաշտպանվածության զգացում։ Աստված զորացնի բոլորին։ Հաչիկ Մանուկյանը անունը տվել են բանով ասել անպայման։ Արի Հաչիկ ջան, մեծ պատրով։ Թոմ ջան, ակես ներողություն եմ խնդրում, ուզում եմ շնորհակալություն հայտնել շատ սիրելի Թովմասին Արաքելյան,